Կարեն, ես այս վերջերս եմ իմացել այս հիմնադրամի ստեղծման ու գոյության մասին, մշակույթի զարգացման հիմնադրամը։ Մենք դու տնօրենն ես։ Ամենապարզ հարցը, ինչով է զբաղվում հիմնադրամը։ Հիմնադրամը զբաղվում է տարբեր մշակութային կառույցների, հիմնականում թանգարանների, տարբեր գործառույթների արտապատվիրակմամբ, այսինքն թանգարանները, մենք ոնց որ աջակցում ենք թանգարաններին, տարբեր գործառույթներ իրականացնելուց, ընդհանրապես ոնց որ նախապատմությունը եկել է նրանից, որ միջազգային փորձ է ուսումնասիրվել ու տարբեր երկրներ կան, որտեղ կան այդպես կենտրոնացված կառույցներ, որոնք իրականացնում են ենթադրենք այս դեպքում խոսում ենք թանգարանների մասին մասնավորապես, այդ թանգարանների տարբեր գործառույթներ ենթադրենք մարքեթինգային կամ վարչարարական կամ այսինքն մի տեղից է ոնց որ այդ իրականացվում ու դրա համար տենց որոշակի ոճային, եթե ինչ-որ էսթետիկ բանի դեպքում է կամ գործառույթը ոնց որ ավելի այսպես էֆեկտիվ է իրականացվում ու մի տեղում է այդ դատան հավաքվում, մի տեղից է վերլուծվում եւ այլն, տենց եւ Միացյալ Նահանգներում փորձ կա եվրոպական տարբեր երկրներում եւ մեզ ոչ այդքան նման օրինակ երկրներում եւ հակառակը մեզ հետ պես համադրելի բայց բնականաբար այդ փորձը տենց մեկը մեկին վերցված չի ինչ-որ երկրից, տենց կոնֆիգուրացիա որոշակի հավաքած ինչ-որ տարբեր փորձերի, տարբեր կոմպոնենտներով եւ իրականում իր կանոնադրությամբ ու ոնց որ շրջանակը լայն է ու սահմանափակված չի թանգարաններով, բայց ոնց որ միտումը եղել է առաջին հերթին որպեսզի ուղղված լինի թանգարաններին, որովհետև թանգարանները բավականին փոքր տնտեսվարում ունեցող կառույցներ են, այսինքն մեծ եկամտաբերությամբ ու մեծ եկամուտներով աչքի չեն ընկնում, որպեսզի այդպես լայն հնարավորություններ ունենան այդ ամեն ինչը իրականացնելու ու դրա համար որոշվեց, որ այս կառույցը այդ տարբեր հարցերում կաջակցի։ Այդտեղ մի շարք բաներ կան, որոնք որ չեն այդպես երևացող չեն, ասենք հաշվապահական դաշտի, պետական գնումների դաշտի, օրենսդրական տարբեր նախաձեռնությունների եւ այլն, բայց կան նաեւ ինչ-որ բաներ, որոնք որ երևում են, որը վերաբերում է ենթադրենք սոցցանցերում իրենց առաջ խաղացման հանրաճանաչելի ավելի դարձնելու համար նաեւ վերավիճ։ Այո։ Բովանդակային մասից դեռ խոսենք, հետաքրքիր է քո օրը որպես տնօրեն։ Ոնց է սկսում եւ ինչից է սկսում։ Եկար այս հրաշալի գրասենյակը, որը գտնվում է պատկերասրահի վերևի հարկում, հրաշալի տեսարանով, դեռ կհասցնենք ուսումնասիրել, ինչ է կատարվում այստեղ։ Դե այսօր այս պատկերասրահի շենքը քանի որ ոնց որ պետական պահպանության օբյեկտ է, որոշ օրեր են լինում, որ որոշ բաների հետ պայմանավորված, ինչպես օրինակ այսօր հեռավար է աշխատանքը կազմակերպվում, դրա համար ենթադրելի է, որ այստեղ լիքը աշխատակիցներ են լինում ու տարբեր աշխատում։ Ընդհանուր հիմնադրամում մոտ 50-ից ավել աշխատակից կա, բայց կոնկրետ այս գրասենյակում մոտ 2 տասնյակ, այնտեղ մի մաս կա, որ ոնց որ կիսահեռավար է, գործառույթներ կան, որ հեռավար է, գործառույթներ կան, որ ամբողջությամբ առկա, այստեղ դիզայներներն են, քոփիրայթերներ, այսինքն բովանդակության խմբագիրներ։ Դու որտեղ ես նստում։ Ես նստում եմ այնտեղ աչքի վրա, բայց նաև կոնկրետ իմ օրը բացի այս գրասենյակից շատ է կապված ոնց որ տարբեր գերատեսչությունների կամ ուրիշ կառույցների հետ, որտեղ որ աշխատանքի բերումով լինում եմ, այսինքն ես ոնց որ հա պես գնում գալիս եմ, այտենց է ստացվում զուտ օրվա ոնց որ օրակարգ էլի, օրվա կազմակերպում։ Առաջի անելիքդ ինչ է, եկար ինչից է սկսում, այսօր պետք է անենք ինչն է քո համար կարևորություն։ Այդ յուրաքանչյուր օր շատ տարբեր է, այսինքն ինքը ոչ չկա տենց կոնկրետ ոնց որ
օրվա բաժանում, որը ենթադրենք պետքա ժողովից սկսի, հետո լինի այս ինչը, հետո այն ինչը, որովհետև շատ դինամիկ է ընդհանրապես աշխատանքը ու մի կողմից կա այդ ռուտինան, այսինքն կրկնվող գործողությունների հերթականություն, բայց նաև շատ ավելի շատ կան ինչ որ բաներ, որոնք ոնց որ կոնկրետ այդ օրով են պայմանավորված։ Դրա համար այդ իրա ոնց որ դրական ու բացասական կողմեր ունի, դրական այնա որ ոնց որ կրկնվող չի առօրյա, ու իսկ բացասականը այնա որ այդ ոնց որ անընդհատ դու ադապտացվում ես այդ չկրկնվող օրվան, ոչ թե ունես ինչ որ գծած հերթականություն, դրա համար տենց կդժվարանամ պատասխանեմ, տենց ամեն օրը իր հետ բերում է ոնց որ այդ օրվա անելիքները։ Բայց անվանումից ելնելով, մշակույթի զարգացման հիմնադրամ, քո կարծիքով զարգացման հիմնական գործոնը, շարժիչ ուժը ի՞նչն է։ Ինչ պետք է լինի, որ ասես, մենք լավ ենք աշխատում ու զարգանում է ինչ-որ բան։ Դե այդ նախ այդ երբեք չի լինի, որովհետև ինքը տենց մի հատ process է, որը պետք է փորձվում է դնել ոնց որ ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որ ինքը տենց շարունակական process է, էլի, այսինքն ինքը ոչ թե պրոյեկտ է, որ ունի կոնկրետ ինչ-որ նշանակետ, որից հետո համարվում ենք, որ ինքը իրականացավ ու զարգացումն էլ ոնց որ եղավ, այլ այդ ոնց որ տենց պերմանենտ ինչ-որ բան է, որի վերլուծությունը ուղղակի միշտ համեմատում ես դրա նախորդ ինչ-որ բանի հետ, նախորդ ամսվա, նախորդ եռամսյակի, նախորդ տարվա, եւ հիմա այսինքն հիմնականում ոնց որ մեր գործողությունների շրջանակը թանգարաններն են, բայց հետո պլանավորված է, որ հնարավոր է, որ այդտեղ նաեւ այլ ոնց որ ոլորտներ ներգրաված նույնպես լինեն, այսինքն մշակույթի ավելի լայն մշակույթի մեջ։ Կապված էլի քո աշխատանքային միջավայրի հետ, բովանդակային դեռ կզրուցենք, այս սեղանը իմ մոտ առաջ տպավորություններ ասես խառը վիճակ է սեղանին։ Միշտ է սենց ու քո մոտ ոնց է սիրում ես որ բոլորը սենց խառը ինչ որ թղթերի մեջ եւ այլն, թե սենց հստակ մաքուր գծած։ Չէ, ես այդ իմ սիրելը մի բան է, բայց նախ ոնց որ իմ սիրելը ես ոչ մի ձևի չեմ պարտադրում ոնց աշխատակիցներին ու նաև իր տարբերությունն այնա, որ մի քիչ ավելի ոնց որ ազատ է ձևաչափը ու ընդհանրապես ոնց որ այդ բայց ազատ ինչ որ տրամաբանության մեջ բնականաբար, բայց քանի որ նաև ոնց որ ստեղծարար գործունեության մաս կա կոնկրետ այս սենյակում, դրա համար փորձել ենք, որ ինքը ավելի շատ ու տենց ավելի open space լինի, նաև իր ոնց որ ինտերիերը ու ձևը ընդհանրապես ոնց որ աշխատանքային նաև այդ խիստ կաբինետային ու այդ տեսակի չլինի, ինչ որ համոզմունք ունենալով, որ այդ նաև ոնց որ անդրադառնում է աշխատանքի վրա եւ նամանավանդ այդ որոշ բնույթի աշխատանքների դեպքում ենթադրենք այդ նույն դիզայներների, կոփիրայթերների եւ այլն։ Հասկացա։ Ես առաջարկում եմ նաև գնանք այն շատ լավ տեսարանով տեղը, որտեղ ես առաջի անգամ էի նախապես տեսանք, նաև մարդկանց էլ ցույց տանք, ինչ լավ օֆիսում եք աշխատում։ Այո, բոլորը ովքեր առաջին անգամ համենում են, միշտ այդպես պարտադիր շրջայցի կետ է, վերջնակետ է հիմնականում լինում, որովհետև այդտեղ այսինքն հիմա կհամոզում ենք ինչու։ Գնացինք։ Այս էլի ձեզ է պատկանում այս ամբողջ։ Չէ, իրականում այս ամենը պատկանում ազգային պատկերասրահին, իր ոնց որ այս վերջի հարկն է ու ժամանակի ընթացքում նախագիծա լինելու, որ ստեղ էլ ոնց որ ուրիշ վիճակ լինի, ուրիշ ցուցադրվի ինչ-որ բաներ։ Կամ ցուցադրվի, կամ ասենք, չգիտեմ, սրճարան լինի, գրադարան լինի, շուտով լոֆթային տարածք լինի, այդ պատկերասրահի պլաններում կա, այս քանի տարի պատկերասրահը այդ մեծ վերանորոգումն է արել ու հիմնական էքսպոզիցիայի փոփոխությունը։ Իսկ մանեկանները։ Իսկ ես ոնց որ հաջորդ քայլով
Այս մանիկենները նորաձևության շաբաթը որ կա Երևան Fashion Week։ Իրա բացումը այս տարի պատկերասրահում էր։ Հասկացա։ Ու մի քանի թանգարաններ, դա էլ տենց համատեղ պրոյեկտ էր, որ նորաձևությունը ինտեգրվի թանգարաններ ու Փարաջանովի թանգարանը, ռուսական արվեստի թանգարանը, ժողովրդական արվեստի թանգարանը եւ ազգային պատկերասրահը ոնց որ միացել էին այդ նորաձևության շաբաթվան ու պատկերասրահում տարբեր հարգերում, տարբեր սրահներում ներկայացված էին այս մանիկեններով տարբեր ոնց որ դիզայներների գործեր։ Ինչ ասում ես, գիշերը վախենալու, չի։ Մանիկեն ու գիշերով մթով գիշերը չենք լինում, գիշերով չենք տեսել։ Հաստատ չի կարելի, չէ՞, ինչ որ։ Հա, որովհետեւ այստեղ նաև կոնկրետ ժամեր են այդ պետական պահպանության հետ կապված։ Սենց ու այդ զգեստները ոնց որ ոգեշնչված էին պատկերասրահի տարբեր կտավներով։ Ասենք այս վայրի ու տեսարանի համար այստեղ կարելի է անվճարել աշխատել, դրա համար հարց։ Արդյոք գոհ քո աշխատանքից որպես եկամտի միջոց։ Նաև ինչի համար եմ հարցնում, որ հիմա կարող մարդիկ նայեն ու ասեն, վայ, ես էլ եմ ուզում մշակույթի հիմնադրամում աշխատեմ, որովհետև շատ լավ տեղ է, ոնց հասկանում եմ ժամանակակից է ամեն ինչ, դե տեսարանն ու ամեն ինչը չասած։ Այդ մենակ հերիք է այստեղ աշխատելու համար։ Չէ, այդ մենակ հերիք չի, ես հիմա այդ տենց երևի պաթոսով կհնչի, բայց այդ որպես եկամտի միջոց ոնց որ երբեք չեմ նայում ոչ մի աշխատանքին, նամանավանդ ինչքան ոնց որ մեծանում ես, այդքան թվում է թե տենց պետքա լինի, բայց հակառակն է լինում, էլի, այսինքն փորձում ես տենց բալանսավորես, որ ինչը զբաղվում ես, քեզ նաև ոնց որ հաճույք պատճառի։ Հա, բայց փողն էլ է, չէ՞, կարևոր։ Կարևոր է, հա, իհարկե կարևոր է։ Ամեն դեպքում դժգոհ չեմ, բայց դժգոհ չեմը հիմնականում ոնց որ պայմանավորված է այդ աշխատանքի բնույթով, որովհետև հա, այդ շատ կարևոր է, որ առավոտը զարթնում ես, օրը չթթվի ոնց որ էլի հենց սկզբից գոնե վերջում թթվի տուն գալուց հասկացա երբ նշանակվել ես չէ դու տնօրեն այդ հարցը առաջացել է ինչ են ինձ ուզում նշանակել տնօրեն եւ արդյոք գտել ես այդ պատասխանը ինչ հմտություններ ունես կամ ինչ գիտելիքներ, որոնց շնորհիվ դու քո մեջ վստահ ես, որ ճիշտ տեղում ես։ Դե ենթադրում եմ, որ ոսկե ծիրանն դեր խաղացել որպես մշակութային ոնց որ կարևոր մեծ իրադարձություն, որ եւ ղեկավարումը ոսկե ծիրանով, այսինքն ոնց որ մշակութային ոլորտի art management-ը ոսկե ծիրանի օրինակով որը շատ մոտ օրինակ չի, բայց նաև ոնց որ ոլորտային օրինակ է, իսկ մշակույթի կառավարումը առհասարակ տենց շատ զարգացած չի Հայաստանում ու ոնց որ այդ մի հատ ընդհանուր առմամբ տենց նեղ շրջանակ է ու կարծում եմ որ ոնց որ այն փորձառությունը որոշակի առումով եթե չի օգնի այս փորձառությանը, ապա այդ տեխնացիության առումով ոնց որ ինչ որ հուշումա հանդիսացե կամ հիմքա հանդիսացե։ Սովորաբար որ ինչ որ նոր գործի ես նշանակում կամ անցնում ես նոր աշխատանքի, ինչ որ գլխավոր խնդիրներ ես ձևակերպում քո համար, իմ մոտ այդպես է, էլի, կապ չունի ինչ ոլորտում, ասում եմ այ գլխավոր խնդիրներ կա, որ ես ուզում եմ այս սենց լինի ու առաջնայինը դա լուծվի։ Դու քո համար ձևակերպել ես այդ մշակույթի զարգացման հարցում, գլխավոր խնդիրը չգիտեմ, խոչընդոտը որն է, որ պետքա լուծել։ Դե այդ քիչ առաջ որ խոսում էինք, այդ ի սկզբանե գլխավոր խնդիրը այն էր, որ այդ մեծ փոփոխությունը իրականանա հնարավորինս ոնց որ քիչ տրավմատիկ։ Ես ոչ թե ավելի գլոբալ եմ ուզում, այլ հակառակը, sense կոնկրետ ինչ որ կենցաղ է, օրինակ, եկել ես ասել ես, այ մեր թանգարանների 90%-ը, չգիտեմ, վատ նորոգում ունի, պետքա դրանից սկսել, կամ այդպիսի մի բան։ Դե կան մի շարք բաներ, որոնք որ ոնց որ
ֆինանսով պայմանավոր, ոնց որ երկու տեսակի խնդիրների բաժանում ենք մենք անում, խնդիրներ, որոնք հնարավոր են առանց ֆինանսական ներգրավման, այսինքն ֆինանսի հարց չի, կամ գործա, որը կարող է մարդը անել, ենթադրենք այսքան մարդը իրանց մարդկային ռեսուրսով հնարավոր է այդ իրականացնել։ Երևացոնից ենթադրենք մենք բոլոր թանգարանների Facebook, Instagram-ը, նախ Instagram-ի արկայությունը, որը թանգարանը կար, որ չկա։ Շատերինը չկար, դուք ներմուծել եք։ Այ հենց դա ուզում լսել, այն որ առաջնային փոքր, բայց կարևոր հարցերից, օրինակ սոցցանց շատ թանգարաններ սոց կայքերում edge չեն ունեցել, դուք Instagram-ում մասնավորապես։ Instagram-ում զբաղվում եք դեռ, որտեղ Instagram-ը կարևոր է այսօր մարդկանց թանգարան բերելու համար։ Instagram-ը առհասարակ կարևոր է, այսինքն այն որ սոցցանցերը կարևոր է այդ ոնց որ բոլորին པարզ է եղել, բայց կոնկրետ մի հատ շրջան եկավ, որ արդեն Facebook-ից անգամ կարևոր էր դառնում Instagram-ը, ու առնվազն որոշ լսարանի համար, այ ոնց որ այդ հարցը լուծելու համար, բայց այդտեղ հարցը զուտ ոչ թե edge պարզապես edge-ն է, այլ նաև գլոբալ խնդիրն էր, որ ինչ որ ձևի ոնց որ իմի բերվեր այդ, որը իր մեջ ռիսկ ուներ, որ իրանք միանման կարան բոլորը լինեն, բայց միանման է իրավունք չունեն լինեն, որովհետև յուրաքանչյուր թանգարան իր ոնց որ ինքնությունը ունի ու վիզուալ ու բովանդակային ու ամեն ձևի, այսինքն իրանք համ պետք է իրարից տարբեր լինեն, բայց համ էլ ինչ որ մի հատ ընդհանուր Սենց պարզ հարց է, կուզեմ նաև այդ պատասխանն է պարզին։ Դու քո համար ձևակերպել ես ինչ է հայկական մշակույթ, այսինքն թե անծանոթ մարդ քեզ հարցնի, որպես մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն, ասեն հայկական մշակույթը ինչ է, ոնց հասկանամ, ինչ կասես։ Դե ինքը առհասարակ, այսինքն հայկական մշակույթը այնա ինչ ցանկացած այլ մշակույթ, ուղղակի մերը հայկականն է, բայց մշակույթը պես շատ ավելի լայն հասկացություն է իմ պատկերացմամբ։ Դե պետք է ուզում հարցնել, ինչի մենակ արվեստի հետ ասոցացվում մշակույթ բառը, ինքը շատ ավելի լայն է, էլի։ Այդ մեծ խնդիրը, որ տարիներ շարունակ հիմա էլ կա, այդ արվեստն ու մշակույթը ինքը ոնց որ մի կաթսայի մեջ է միշտ դիտարկվում, բայց իրականում անգամ տենց փիլիսոփայական առումով իրանք ոչ միայն այտենց չի, այլ նաև շատ դեպքերում իրանք տարբեր իրար հակադեմ են այն առումով, որ այսինքն արվեստը ավելի խախտելու մասին է, ավելի ինդիվիդուալ ոնց որ դուրս հանելու մասին է, սեփականը, հեղինակային է, այդ ու ինքը համակարգային բան չի, չնայած բարձա որ համակարգի մեջ է, բայց եւ այլ։ Իսկ մշակույթը հենց ավելի այդ համակարգված, կանոնակարգված, այսինքն չեմ կարող ոնց որ թանգարան առանձնացնել, բայց մեծ հաշվով այդ կոնկրետ ասացիդ կոնտեքստում Հայաստանի պատմության թանգարանն է, Հայաստանի ազգային պատկերասրահն է, որոնք որ եւ գրականության եւ արվեստի թանգարանը, դա մի շենքի այցելությունը էս հնարավորություն է տալիս ոնց որ այդ քո ասած հարցի պատասխանը ստանալ 3 տարբեր ոնց որ տեսանկյուններից, այսինքն պատմական, կերպարվեստի եւ գրականության եւ արվեստի, որը իր մեջ 3, այսինքն այդ մի շենքը լիքը պատասխաններ տալիս է։ Ոսկե ծիրանի հետ կապված Իբրահիմ Մալուֆն է այս տարի գալիս Հայաստան, համ համերգով, համ Ոսկե ծիրանի ժյուրիի անդամ է, թե չեմ սխալվում։ Սենց մի հատ հակասական բառ եմ նկատել Հայաստանում ինչ որ հայկական երաժշտություն, որը ունի նման ելևէջներ, ոնց որ Իբրահիմ Մալուֆինն է, շատ հակակրանքով է ընդունվում, ասում են կլկլոցը այսպես կոչված, բայց Իբրահիմ Մալուֆի դեպքում շատ լավ է գնանք համերգին, որովհետև դե Մալուֆն է, այդ հակասությունը քո մեջ այդ հարցի պատասխանը գտել ես, նաև որպես մշակութային երևույթ, ինչի է մեզ մոտ այդպես։ Ես ընդհանրապես շատ տենց ոչ պոպուլյար կարծիք ունեմ, որ մենք մինչև վերջ այդ ոնց որ լավ չենք, մենք գիտենք, որ ոնց որ այդ ամեն հայկականը պետքա ոնց որ փայփայել, Կոմիտասը եւ այլն եւ այլն, բայց մենք շատ ոնց որ ագրեսիվ ենք մոտենում այլ ելևէջներին, որոնք որ այդ այլը ինքը անպայման չի, որ ոնց որ դրա դեմ պայքար մղվի, էլի, նամանավանդ տենց
տարածաշրջանային ոնց որ այդ էկլեկտիկ, էթնիկ, միջմշակութային կապերի մեջ, ոնց որ մենք միշտ ուզում ենք տենց շատ հստակ ֆիլտրենք, որ ինստիտուցիոնալ առումով շատ կարևոր է այդ աշխատանքը, որ տարվում է ոնց որ գիտական, բայց ինչ որ մի կետից հետո բաներ կա, որ ոնց որ հենց իր իմաստն է, որ պետք չի այդ ֆիլտրել, այդ հենց նրանում է, որ իրար մեջ են մտել տարբեր մշակույթներ ու անպայման չի այդ մերը իրանցը ոնց որ բաժանումը լինի։ Դրա համար ես ոնց որ մաքսիմալ տոլերանտ եմ վերաբերվում գրեթե ցանկացած երաժշտությանը, ուղղակի կարևոր է որ որոշակի ինչ որ պատրաստվածություն ասելով ինչ որ որոշակի ոնց որ բագաժ ունենա այդ լսողը, որ ինքը կարողանա այդ տարբերակումները անել ու տենց այսինքն ինչ որ կրթական որոշակի ցենզից հետո կողմեմ նրան, որ հնարավորինս բաց ընդունվեն ոնց որ բոլոր տեսակի երաժշտությունները։ Այսինքն այդ մեկը ոնց որ այդ արևելյան ելևեջները մեզ շատ հարազատ են, այդ ուղղակի ոնց որ ամեն մեկը մի ձևի է հասկանում այդ ելևեջը, էլի, ու դրա համար այդ Մալուֆն էլ ներկայացնում է այդ նույն տարածաշրջանը, ենթադրենք Տիգրան Համասյանը ու Իբրահիմ Մալուֆը, ինեք ինչ որ առումով տենց բավականին մոտ արտիստներ են, որոնք իրանց էթնիկան ոնց որ հղկել են ենթադրենք Ֆրանսիայում կամ ասենք եվրոպական ոնց որ կամ ամերիկյան, ուղղակի այդպես ասում եմ հա ստորակետով բաներ են գալիս, որովհետև այդ համ եվրոպական դպրոցը, համ ամերիկյան, համ ջազն է, բայց համ էլ էթնոն, այսինքն այդ ամեն ինչը ոնց որ խառնված է ու այստեղ էական է այդ խառնողը ով է, ինչքանով է ինքը ոնց որ հիմնարար ու գիտակցված պրոֆեսիոնալ ու բարձր որակի այդ անում, դրա համար կարծում եմ, որ իսկ Մալուֆի այդ պոպուլյար լինելը, հա, դրանով է, թե դու հակառակը մտածում ես, որ իրան մեծ ընդունում են, չէ՞։ Հա, ընդունում են, ես դա եմ ասում, եթե sense կարճ ավելի մեր հետ կապված հարցամ, դու Ռաբիզը համարում ես հայկական մշակույթի մաս։ Նայ հենց այդ ես նկատում եմ, ինքը մշակույթի մաս իրան չենք է կարա չհամարենք, հենց այդ, այսինքն դա անխուսափելի է, չէ՞։ Այսինքն որովհետև մշակույթ, որ մենք ասում ենք, հետևից միանգամից գալիս է ինչ որ լավի վատի բան միտք, էլի։ Բայց ինքը օբյեկտիվ իրականություն է։ Հա, այսինքն այդ մշակույթի մասը միանշանակ ու այդ անխուսափելի է ու այդ ավելի ոնց որ սառնասիրտ եզրակացություն է իրականում մշակույթը, քան ոնց որ արժե համակարգային, քան ու ճաշակային, էլի։ Կարեն, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, վերջում եթե Աստված չանի, բայց այդպիսի ընտրության առաջ լինես, այստեղ մնալ աշխատանքի, թե ոսկե ծիրանում, որը կընտրես։ Դե այդ պարտադիր ոնց որ պատասխանելու հարց է։ Չունես պատասխան, թե չես ուզում պատասխանես։ Չէ, տես տարբերությունը այն է, որ ոսկե ծիրանը ոնց որ իմ համար մի բան է, որը եղել է մինչև այդ, այսինքն տարիներ շարունակ, հետո մինչ նախքան այդ եղել է որպես հանդիսատես, հետո որպես վալանտյոր եւ այլն, ու լինելու է ենթադրում եմ, այսինքն միշտ, այսինքն ինքը ոնց որ կյանքի ամբողջ կյանքի անբաժան մաս է։ Սա դեռ չես որոշել։ Դե սա ինքը բան է, ընդհանուր տենց նախագիծա ու նախագծերի տենց շղթա, որը ինչ որ որոշակի ոնց որ կետեր ունի, որին հասցնելուց հետո նաև պետք էլ չի, որ երկար ոնց որ պաշտոնավարում այսպես ասած լինի, էլի, այսինքն ի սկզբանե ոնց որ առողջ մոտեցմամբ դրան, դու առողջ մոտեցումը ենթադրում է քո սահմանափակումը նաև այդտեղ գտնվելու, եթե կարող հասկանալ։ Ի տարբերություն նրան, որը որ ոնց որ այլ տարածության մեջ է, էլի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։